Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ես երկու հարց ունեմ։ Առաջին հարցս վերաբերում է TRIP նախագծին։ Հայաստանի մաքսային ծառայությունը ինչ տեսակի ու ծավալի գործառույթներ է իրականացնելու նախ Թրամփի ուղու վրա եւ ադրբեջանական բեռները արդյոք ստուգվելու եւ մաքսազերծվելու են։ Երկրորդ հարցս հայտարարագրմանն է վերաբերում կրկին 2025-ին սոցիալական ծախսեր կատարած քաղաքացիները երբ կկարողանան փոխհատուցում ստանալ եւ հնարավոր է այս տարի ընդլայնվի փոխհատուցման շրջանակը։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ես բազմիցս իմ հանրային խոսքում խոսել եմ նրա մասին, որ TRIP-ի հետ կապված մաքսային ծառայություն գործելու է եւ իհարկե եթե անցած տարի մենք որոշ դետալների մասին չենք կարողանում խոսել, հիմա կարծում եմ կարող ենք խոսել, որովհետև կան դրանց մասով արդեն իսկ հայտարարություններ։ Նախ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունը գործելու է եւ դուք գիտեք, որ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ գործում է Եվրասիական տնտեսական միության իրավական համակարգ ամբողջությամբ մաքսային եւ դրանք տարածվում են նաեւ այս դեպքում։ Հիմա այստեղ առանձնահատկությունը կամ տես ճակերտավոր ասած առանձնահատկությունը թերևս այն բառերն են, որոնք որ հնչել են, այդ front office, back office ասվածը, որը շատերի մոտ կարծում եմ հարցեր է առաջացրել, բայց դա էլ իրականում ոչ թե առանձնահատկություն է, այլ դա կարծում եմ ապագա է ընդհանրապես մաքսային ծառայության համար, ինչպես փորձեմ մի օրինակի վրա բացատրել, ես խոսեցի օրինակ մեր մոնիտորինգի կենտրոնի բարեփոխման մասին, այսինքն մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն մեր առաջիկի սեմեկի ընթացքում, որը միանալու է այդ կենտրոնը ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները։ Այսինքն բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով եւ այդ համակարգը կամ վերլուծողի կամ արհեստական բանականության գործիքով ապագայում վերլուծելու է եւ այդ թիրախները ընտրի, թե ինչն է պետք զննել։ Եվ ժամանակի ընթացքում պատկերացրեք մի ապագա, որտեղ դրանք զննելու արդյունքում ոչինչ չի բացահայտվում եւ այդտեղ կարիք չկա միջամտելու, բայց եթե ինչ-որ միտեղ բան կբացահայտվի, իհարկե կարիք կա միջամտելու։ Այսինքն այս front office, back office ասվածը նաեւ այս տրամաբանությունը ունի։ Կամ մեկ ուրիշ դա ինչ է նշանակում, որ դու back office-ային աշխատանք ես անում, ռիսկերը թիրախավորում ես, նոր հետո քո այդ front office-ի տեսուչը կամ աշխատակիցը դուրս է գալիս համապատասխան վայր եւ անում է զննում կամ այլ գործառույթներ։ Հիմա նույնը ռիսկերի համակարգին է վերաբերվում։ Մենք գիտեք, որ մաքսային համակարգում գործում են ռիսկերի համակարգ, պարզապես բեռները կամ մեքենաները չեն անցնում սահմանները, եւ այդ ռիսկերի համակարգն էլ back office-ային տրամաբանության մեջ է աշխատում։ Այսինքն, եթե այդ ռիսկերի համակարգը թիրախավորեց եւ ասեց, որ օրինակ այստեղ կարմիր ռիսկ կա, պետք է զննում իրականացվի եւ ավելի խորը նայվի, այդ ցուցումը տալիս է համապատասխան աշխատակիցը գործում է։ Հիմա նույն տրամաբանությունն է, որ խոսում էի ռիսկերի համակարգի արհեստական բանականության գործիքների զարգացման մասին, մի ապագա է գալու, որ մենք բոլոր տեղերում կարողանալ ենք այդ պրակտիկան կիրառել ու հնարավորինս քիչ շփվել այն մարդկանց հետ, ովքեր որ սահմանը անցնում են, այլ խելացի ձևով շփվել այդ մարդկանց հետ ու թիրախային ձևով շփվել։ Հիմա TRIP-ի դեպքում այս նույն մոտեցումն է այս պահին քննարկվում եւ երբ որ մենք ունենանք ամբողջական կոնցեպտ ու մոդել եւ կառավարությունը կհասնի մի կետի, որ պետք է ավելի մանրամասն արդեն ներկայացնի, դա կունենանք նաեւ այդ պատկերը, բայց սկզբունքային եւ հայեցակարգային առումով սա է իրականությունը։ Սորս կրեդիտների հետ կապված հարցին անցած տարի ընդունված օրենքով ժամանակահատվածը հայտարարագրերը ոչ թե ներկայացնելու, այլ մի մասը հաստատելու, մի մասը ներկայացնելու, ինչու եմ այսպես ասում, որովհետև կան դեպքեր, որ մենք չենք տիրապետում օրինակ այդ եկամուտներին ու մարդիկ պետք է մտնեն լրացնել, բայց կան դեպքեր, որ նախալրացնում ենք։ Մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է ժամանակահատվածը, ինչ է դա նշանակում, որ այդ մարտի 2-ը այն մինիմալ ամենամոտ ժամկետն է, որից սկսած կարող են մտնել ստորագրությամբ էլեկտրոնային հաստատել, որից հետո սոցիալական կրեդիտների վերադարձի դիմում մի ձևը նայել, էլի նույն համակարգով լրացնել, հաստատել ու ստանալ սոցիալական կրեդիտները։ Իսկ մի հատ էլ հարց կրվեցիք, կներեք, այդ մասը պայտակ մոռացա, արդյոք հնարավոր է փոխվի այդ սոցիալական կրեդիտների կազմը, դա էլ է մաս այն բարեփոխման, որը որ անցած տարի արվեց եւ այդ լիազորությունը էլի նորից
կառավարությանը տրվել է, որ կարողանա կառավարությունը դա սահմանել։ Հիմա առաջնահերթ ավելի շատ քննարկվում է այն ճկունությունը սահմանելու, որը հնարավորություն կտա օրինակ առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում ստանալ, խոսքը օրինակ 100,000-ի մեջ, եթե գիտեք հիմա կշիռներ են գործում, ավելի մեծ չափ է օրինակ ստանալ առողջապահության մասով, որը ի դեպ նույնպես կարող է կիրառվել մեր հայտարարությունների կողմից, եթե օրինակ օգտվում են, ոչ թե օգտվում են, այլ այս պարտադիր ապահովությունը, որ կա, համընդհանուր ապահովությունը, դրա շրջանակներում վճարների մասով շուտով համապատասխան նախագծի մշակումից եւ ընդունումից հետո կարող են հանգիստ նաեւ դա էլ ուղղել այդ ուղղությամբ։ Այսքանը։ Շնորհակալություն։